երկրի ապամոնտաժման հետևողական քաղաքականություն է իրականացնում եւ վերջին բաստիոնը այդ ամեն ինչի մնացել է եկեղեցին, նպատակ ունի գրպանային կաթողիկոս ունենալու։ Դա առաջին փոքրիկ այսպես ճակերտներով ասեմ ճակատամարտներ, իրավիճակը այդ թվում նաև եւ հատկապես հավատավոր, այսպես արժանապատիվ հայ հանրույթի հնարավոր եղավ վերահսկել, կար իրավիճակ լարված, բայց չկար այդ ատելությունը։ Դրա համար այդ գաստրոլյորներին արագ բերեցին, հետո արագ տարան։ Հիշում եք ով կանգնեցրեց, որտեղ Գյումրին հարձակվել էր հարավային ռազմաբազայի վրա Միքայել Սրբազանը։ Իրանք կրոն չունեն, կրոնը իրանց մոտ հիմնականում փողն է։ Ինքը անգամ կառավարության հավաքարարներին անհատապես է նշանակում։ Եկեղեցուն հարվածումը ամեն օր քվեակորցում։ Բարև ձեզ, եթերում ուղի խոսքն է։ Այսօր մեր հյուրն է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։ Բարև ձեզ, պարոն Ղևոնդյան, շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ Պարոն Ղևոնդյան, դեկտեմբերի 18-ին Մայրաթոռի բակում ինչի ականատես եղանք մենք։ Երկու ճակատ էր ձևավորվել եկեղեցու աջակիցների եւ Փաշինյանի եւ 10 եպիսկոպոսների աջակիցների, եղան նաեւ լարված իրավիճակներ, քաշքշուկներ, բայց արդյունքը, որը ձևավորվեց, ինչ պետք է մենք հասկանանք։ Այդ վերջին ձևակերպում բավական խնդրահարույց է, թե մենք ինչ պետք է հասկանանք, առնվազն այն, որ երկրի ապամոնտաժման հետևողական քաղաքականություն է իրականացնում եւ վերջին բաստիոնը այդ ամեն ինչի մնացել է եկեղեցին, գործող վարչապետը ցանկանում է լիովին ու ամբողջությամբ վերահսկել հայ հանրույթը, հայկական շրջանակը, հայկական պետությունը, որպեսզի կարողանա շարունակել այն ծառայեցնել մի շարք արտաքին սուբյեկտների, շրջանակների, առանձին պետությունների, ֆինանսական բուրգերի, շահերի։ Եկեղեցու խնդիրը արժեքաբանական չի, չնայած հիմնականում այդ մասին է հանրային դիսկուրսը լինում, գործող վարչապետին աշխարհում ամենաքիչը հետաքրքրեն արժեքները։ Այստեղ խնդիրը անձնավորված է, որ եկեղեցին պետք է վերահսկվի գործող վարչապետի կողմից, այսինքն ինքը նպատակ ունի գրպանային կաթողիկոս ունենալու եւ այդ առումով ձեռնարկելային ինչ-որ ձեռնարկել է։ Ակնհայտ է, որ եկեղեցին նաեւ բացի հոգեվորից նաեւ սոցիալական ինստիտուտ է եւ այդ սոցիալական ինստիտուտում կան մարդիկ, ովքեր այսպես սկզբունքայնության, արժեքաբանության հետ կապված լուրջ խնդիրներ ունեն։ Այդ 10 կոտրված նախկին սրբազանները ծառայություն են մատուցում, ինչ-որ տարբեր հանգամանքների զորում, մեկի հետ կապված չգիտեմ, քրեական հոդվածներ կան, գույքային էլեմենտների մասով, մեկի հետ կապված ոչ ավանդական սեռական կողմնորոշման հետ կապված ինչ-որ բաներ կան, ամեն մեկի մասով փաթեթներ կան, այդ փաթեթները վաղուց կա, նոր չի, ավելին ասեմ, այդ սրբազանների մի մասը դրսի շահեր է սպասարկում, դուրս ասելով այս պարագայում նկատում ենք արևմուտքը, առանձին արևմտյան երկրներ, հա։ Ու այս մարդիկ այնպեսի առաջարկից, որ ԱԱԾ-ն իրանց արել է, իսկ ի դեպ ասած ԱԱԾ-ն, որ հենց իրենք էլ արել են, շատ հետաքրքիր էր, չեն հրաժարվել, հասկանալով, որ դա իրենց համար այսպես փրկողակ կլինի։ Եվ դուրս են եկել մեր առաքելական սուրբ եկեղեցու դեմ, այստեղ խնդիրը կաթողիկոսը չի ամենևին։ Խնդիրը այն է, որ փորձում են կաթողիկոսի միջոցով ծնկի բերել եկեղեցին եւ նրան ենթարկեցնել այդ նաեւ դրսի շրջանակներին։ Ինչ տեղի ունեցավ երեք, դա առաջին փոքրիկ այսպես ճակերտներով ասեմ ճակատամարտներ, լեգիտիմ ուղղափառ առաքելական քրիստոնեական եկեղեցու հավատավոր զավակների մեր հոգևոր դասի, ովքեր այսպես իրենց երթմանը եւ իրենց արժեքաբանությանը հավատարիմ քայլեր են ձեռնարկում, նկատում եմ կաթողիկոսը եւ Էջմիածնի հոգևոր դասը եւ համայնքային հոգևոր դասը եւ այսպես շրջիկ կրկեսի ծաղրածու հոգևորական կոչվածների բեմադրությունը, հա։ Ակնհայտ էր, որ ԱԱԾ-ի եւ ներքին գործերի նախարարության ուժայինների եւ քաղաքացիական ոչ քաղաքացիական հագուստով ներգրաված մարդկանց ծավալը ուզում էր այնպիսի իրավիճակ ստեղծել, որ առնվազն լինեին բախումներ, սադրանքներ եւ այլն, բայց իրավիճակը այդ թվում նաեւ եւ հատկապես հավատավոր, այսպես արժանապատիվ հայ հանրույթի հնարավոր եղավ վերահսկել։ Նույնիսկ ուզում էին մտնել եկեղեցի, ինչ տվեցին։ Ցանկանում էին քայլեր ձեռնարկել, որոնք նաեւ վիզուալ իմաստով կապալեգիտիմացներ կաթողիկոսին, ինքը շատ սրբազանը վեհը իրեն շատ արժանապատիվ, ինչպես միշտ պահում է պահեց եւ բավական զսպվածությամբ առանց այսպես իրավիճակի լարվածությունից բխող առանց
որևէ ավելորդ խոսքի, որակման եւ այլն, որը իհարկե չկար հակառակ։ Այո, ժամերգությունը պրոցեսը ինչ որ գնում է եկեղեցու ապա լեգիտիմացման հավատքի նկատմամբ հայ քաղաքացու բացասական վերաբերմունք ձևավորվելու ուղղությամբ է։ Ցավոք կարելի ասել, որ այդ խնդիրը ինչ որ չափով կարողանում է գործող վարչապետը, որովհետև մարդկանց մոտ հարցեր են առաջանում։ Իսկ մարդը մտածում է, ես Կիրակի օրը որ գնամ եկեղեցի, այդ ում եկեղեցին է։ Ով է այդ սրբազանը, ում կողմից է այդ սրբազանը։ Իսկ գործող վարչապետի խնդիրը ո՞րն է, բաժանի, որպեսզի կարողանա ստիրես։ Այո։ Իր ուժը ատելության մեջ է։ Ու հետաքրքիր բան, երեք այդ ատելությունը չկարողացան սերմանեն այնտեղ։ Կար իրավիճակ լարված, բայց չկար այդ ատելությունը։ Դրա համար այդ գաստրոլյորներին արագ բերեցին, հետո արագ տարան։ Այսինքն ո՞րն էր նպատակը, հասկանալ թե ժողովուրդը ինչ արձագանք կտա, կհավաքվի թե չէ։ Անկասկած դա, այսպես ասած, կան հետախուզման, այսպես տարբեր ձևեր, դա մարտեր, հետախուզական մարտեր հասկանալու համար, թե ինչա պետք գործարկել եւ երբ է պետք գործարկել։ Կար պլանավորում մինչեւ տոները, մինչև հունվարի 1-ը փոփոխել կաթողիկոսին, այդ մասին իդեպ նաև կարծես թե իրենք հանրայնացրել են այդ թեզը, կարծում եմ շարունակություն լինելու է, բայց արդեն հունվարից հետո։ Եթե չլինի շտապողականություն, որը արդեն պայմանավորված է լինելու հավանաբար դրսի պատվիրատուների հետ, որովհետև եկեղեցու խնդիրը միայն ներհայկական խնդիր չի։ Դա նաև այլ կոնֆեսիաների հետ կապված խնդիր է, իդեպ հիշեցնեմ, որ հայ առաքելական եկեղեցին քրիստոնեական լիովին առանձին ուղղություն է, եւ այդ ուղղության հետ կապված մի շարք կրոնական համայնքներ դրսում այսպես հարթ ու խաղաղ չեն։ Հետևաբար նաև ցանկանում են ազդեցություն ունենալ եկեղեցու վրա, իսկ որտեղ մեր եկեղեցին ինքը նաև ցանցակենտրոն կառույց է, չէ՞, Սփյուռքում մեր Սփյուռքը մոբիլիզացված է եկեղեցու շուրջ, հետևաբար այդ տեսանկյունից իրենց համար կարևոր է, որպեսզի հայկական եկեղեցին իրենց վերահսկողության տակ լինի։ Միշտ եկեղեցին դիմադրում է եւ հայ հանրույթ հասկանում է այդ ամենը եւ ենթադրում է մինչեւ վերջ կանելու եկեղեցու կողք։ Այս ընթացքում մենք նաև ականատես եղանք ադրբեջանական ԶԼՄ-ների արձագանքին, որոնք շատ մանրամասն հետևում էին եւ արձագանքներ էին տալիս, ասում էին երկու ճակատի է բաժանվել, տեսնենք թե ով կհաղթի Փաշինյանը, թե Գարեգին-բեն։ Դա շատ տրամաբանական է, հակառակորդի երկիրը հետախուզական ամենաբարձր մակարդակի կառույցների ցանցերի միջոցով թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս հետևում են, մոնիտորինգ են անում, ընդ որում խոսույթը գործող վարչապետի եւ Ադրբեջանի լրիվ իդենտիկ է։ Փաշազադեն հաճախ նաեւ այսպես ազդանշաններ է տալիս, թե երբ եւ ինչ է պետք սկսել ընդդեմ վեհի ու հենց process-ները երբ սկսվեցին, ժամանակ, երբ որ կաթողիկոսը Շվեյցարիայում առաջ քաշեց եւ խոսեց Արցախահայության այդ խնդրի մասին, հետագայում Փաշազադեի արձագանքը, դրանից հետո գործող վարչապետի քայլերը ընդդեմ եկեղեցու, այնպես որ դա մեջը սինխրոնություն է ենթադրում, այո, իրենց շատ հետաքրքիր է, իրենք ցանկանում են եկեղեցին կոտրվի, ավելին ասեմ, Իլհամ Ալիևը ամիսներ առաջ առնվազն 2 անգամ նշեց, որ այս process-ների խնդրահարույց կետերից մեկը հայկական եկեղեցին է եւ Սփյուռքը, իսկ Սփյուռքն ու եկեղեցին դրանք մեծ ձուլվածք է, հայկականության օջախները ինչպես է ապահովում եկեղեցու շուրջը, Սփյուռքը մոբիլիզացվում է այդ եկեղեցու շուրջը, նաեւ այդ եկեղեցին կարողանում է սնի մայր Հայաստանը Սփյուռքի միջոցներով եւ կարեւոր կապող օղակը հանդիսանում։ Իհարկե թուրքերին ու ադրբեջանցիներին դա ամենևին ձեռնտու չի, հետո շատ տրամաբանական է, որ ադրբեջանցիները հենց այդպես էլ իրենց պետք է պահեին։ Այս արշավը եկեղեցու դեմ պետք չէ առանձին դիտարկել, ինքը մի ամբողջական տրամաբանության մեջ է եւ ձեր կարծիքով Ուկրաինայի տարբերակը այստեղ էլ է կիրառվելու մեր դեպքում։ Եթե դուք խոսում եք Ուկրաինայում ուղղափառ հոգեվարականների ռուսական, այսպես ասած, եկեղեցու այսպես քույր կամ մասնաճյուղ, միգուցե այսպես ճիշտ չեմ ձևակերպում, բայց այդքանով կարող եմ ասել, դրան իրաց նկատմամբ վերաբերմունքը, այսինքն հոգևոր դասիաթունը ֆիզիկական բռնությունների գործադրում, ձերբակալություն, այո, նայեք, գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիան ենթադրում է մի շարք քայլեր, որոնք պետք է լինեն պարտադիր։ Եկեղեցին այդ շրջանակներից մեկն է։ Մեծ մարդուն վերել են իշխանության, որպեսզի այդ խնդիրները լուծի։ Այդ հիմնական 2-3 խնդիր կար լուծելու։ Արցախի խնդիրն էր, որ պետք էր լուծել ամեն գնով, ապառուսաֆիկացման խնդիրն, այսինքն Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ամեն առումով էականորեն նվազեցնել եւ վերացնել եւ 100-րդ ռազմաբազայի խնդիրն։ Այս մարդը այդ հաջորդականությամբ անում է ցանկացած խոչընդոտորի հայտ է գալու, իրենք փորձելու են ամեն ձև լուծել։ Իդեպ լուծման գործիքակազմի մեջ մեծ հաշվով իրենք կարմիր գծեր չունեն ու մեծ
այսպես չեն նստելու մտածեն արդյոք դա լեգիտիմ է օրինական է թե ոչ մենք ունենք քաղբանտարկյալներ ով է դրա մասին խոսում քանի եվրոպական երկիր է խոսում դրա մասին չէ ասում են որովհետև չկա ինչ որ մեկը չի բարձրաձայնել դրա մասին որտեղ չի բարձրաձայնել իշխանությունը չի խոսում դրա մասին իշխանությունն էլ հարցնում է ասում է միջազգային կառույցները չեն խոսում ինչպես կարող է իշխանությունը խոսել որ ինքը ունի քաղբանտարկյալներ շտարնակ տրամաբանությունը իհարկե ես տեղյակ եմ նու աշխարհում մեդիաներ կան, չէ՞, ընդհանրապես կան դեսպանություններ, կան ներկայացուցչություններ, Հայաստանում նույնպես բազմաթիվ կուսակցություններ եւ անհատներ այդ ներկայացությունների նամակներ են ուղարկել եւ այլն, ինչի մասնավորին տեղյակ չեն, հա։ Ավելին ասեմ, ոչ միայն տեղյակ են, այլև պատասխանային էր, որ դա Հայաստանի ներքին գործն է եւ մենք դրան չենք խառնվի։ Այս է հետաքրքիր ձևակերպումը։ Հայաստանի ներքին գործն է եւ մենք դրան չենք խառնվի։ Իսկ առնվազն 3 թե 4 օր առաջ Եվրամիության հանձնակատարի գլխավոր հանձնակատարի տեղակալ Կալասը ասում էր այո մենք 26 ընտրություններին կխառնվենք որպեսզի աջակցենք Հայաստանի գործող իշխանությանը եւ անընդհատ խոսում են Մոլդովայի մասին Մոլդովայի դեպքը մեր հետ հետադաբանության առումով ուրիշ է լինելու մեր մոտ բացարձակ Մոլդովայի ընտրությունները տեղի են ունեցել երկրից դուրս այսինքն ընտրությունների այդ արդյունքը որ կա, երկրից դուրս տեղի ունեցած քվեարկության արդյունքը։ Մեր պարագան այլ է լինելու, մեր պարագան կեղծումների վրա աչք փակելն է լինելու, քաղաքաբանտարկյալների վրա աչք փակելն է լինելու, ընտրական խախտումների վրա աչք փակելն է լինելու, կուսակցություններ չգրանցելու վրա աչք փակելն է լինելու եւ այլն եւ այլն։ Եվ դա նաեւ ֆինանսապես է ենթադրում որոշակի ծախսեր, որի համար Եվրամիությունը հանձնառություն վերցրել է։ Այնպես որ ուկրաինական նախադեպը ինքը ավելի մեծ է, որտեղ Ուկրաինան մեծ պետություն է ի տարբերություն մեզ եւ Մոլդովայի, այնտեղ էլ այդ ամենի տրամաբանությունը պետք է արժեքային աղբյուրը դիմադրության վերացնել։ Եկեղեցին արժեքային աղբյուր է դիմադրության, պետք է վերացնել, որպեսզի կարողանան իրենց պլանները Հայաստանի մասով իրականացնել։ Իդեպ այն թեզը, որ մինչև վերջին ուկրաինացին ռուսների դեմ են կռվելու, հետո այդ թեզը փորձեցին Վրաստանի վրա տեղայնացնել, վրացիների պատիվ իրենց կարողացան դիմադրել դրան, ինչ է կարծում, որ նույն թեզը չի փորձ արվելու Հայաստանի մասով իրացնել։ Իհարկե փորձ արվելու։ Իհարկե խնդիր կա Հայաստանում երկրորդ ճակատ բացելու, գլոբալ այս ռեգիոնում մեծ պատերազմ ստեղծելու իհարկե։ Եվ դրա մասին բացահայտ եւ բաց են խոսել եւ Վրաստանի թե նախկին վարչապետը, թե գործող վարչապետը բազմիցս ասել են այդ մասին, որ նրանք բաց տեքստով ասում են դուք պետք է երկրորդ ճակատ բացեք։ Ավելին ֆիզիկական սպանության, այսպես սպառնալիքի տակ են, ինչի նախկին վարչապետը հրաժարական տվեց Վրաստանի, հենց դրա հետ կապված։ Հետո եկավ նորը, որը ավելի օրթոդոքս գտնվեց։ Այնպես որ մոտարապես նույն գծի մեջ ես այստեղ խնդիրը նաև գեոպոլիտիկ է կամ հատկապես գեոպոլիտիկ է, հա, որտեղ քրիստոնեական արժեքաբանությունը իհարկե մեզ նաև ընդհանրացնում է Ռուսաստանի հետ, բայց միայն դա չի։ Հակառուսականության այդ ատելության պլաստը, որ ստեղծում են, ինչի շուրջ են ստեղծում, տարիներ շարունակ են ստեղծում։ Ավետիսյանների գործը հիշում եք տարիներ առաջ, տասնյակ տարիներ առաջ, հա, Գյումրիում, այո, դա հենց այնպես չէր, դա օտարերկրյա հատուկ ծառայությունների իրականացված հատուկ օպերացիա էր։ Հիշում եք ով կանգնեցրեց, որտեղ Գյումրին հարձակվել էր 100 ռազմաբազայի վրա։ Միքայել Սրբազանը ինքը կանասեց, որտեղ այդտեղ լինելու էր մեծ ողբերգություն, իսկ ռազմաբազան երբ որ տեսնում է արտաքին սպառնալի, կապ չունի որ երկրում է, ինքը գալիս է համապատասխան պատրաստվածության։ Հիմա այդ process-ները այն ժամանակվանից էին ձևավորվում, հիշում եք արցախցի հայաստանցի այդ թեզերը, ովքեր էին ֆինանսավորում, բացասարակության ինստիտուտ հիմնադրամը, Եվրասիա ֆոնդը եւ այլն, ովքեր այստեղ արդեն ոնց որ իրանց հայրական տանը լինեն։ Բավական մեծ պլաստ է բուծվել էքսպերտների, նաեւ երիտասարդների, որոնք հակահայկական, հակաավանդական, հակազգային գաղափարներով են ապրել, իրանք ուրիշ ձև էլ իրենք չեն կարող։ Դա խնդիր է իհարկե։ Ու դրա համար ունենք այս վիճակը, ինչ որ ունենք հասարակության մեջ մի շերտ, որ ընդհանրապես մերժում է քրիստոնեականությունը, եկեղեցու գաղափարը։ Այստեղ պետք է հասկանալ, որ մենք չենք խոսում անձերի մասին։ Մենք չենք խոսում կաթողիկոսի անձի մասին, մենք խոսում ենք եկեղեցու ինստիտուտի մասին, վեհի ինստիտուտի մասին եւ այլն, հա։ Իսկ իրենք փորձում են թիրախավորել անձերին, որովհետեւ եթե իրոք եկեղեցու բարեփոխման օրակարգ լիներ, իսկ այս մարդկանց մոտ չի կարող այդպեսի բան ունենք, Արցախը, Հայաստանը եւ վերջ դրա նպատակը պաթոսի ներքո, այսպես հանրային, այսպես խնջույքներ, հանրային աջակցություններ, որ ինչի հանգեցրեց, իհարկե պատերազմի, բնականաբար մարդիկ չեն հասկանում ինչի էր դա ասվել։ Ինքը կարողացավ դիվանագիտական մակարդակում ինքնորոշման իրավունքից անցում կատարել տարածքային հավակնությունների այդ թեզին, որը ամենավատ սցենարն էր Հայաստանի համար։ Դրա արդյունքում ինչ տեղի ունեցավ պատերազմ։ Հիմա ասում են եկեղեցին ուզում են բարեփոխենք, եկեղեցին քանդելով ուզում են բարեփոխել։ Ծիծեռնակաբերդի ու Շահամալիրը։
Ինչ տեղի ունեցել, վաղուց այդ մասին այդ թվում նաև ես եմ ասել, որ տեխնոլոգիան հստակ է լինելու, փորձելու են ասել, ուզում ենք վերանորոգենք, քանդելու են կիսատ են թողելու, անվերջ ժամանակահատվածով։ Հասկանում եք ինչի մասն է խոսքը։ Արժեքային փոփոխություններ են մտցնում հասարակության մեջ եւ դրա անունը կոչվում է իրական Հայաստանի գաղափարախոսություն, որտեղ այսպիսի եկեղեցի չպետք է լինի։ Խանգարում է եկեղեցին։ Իհարկե, ամեն առումով։ Զուտ մարդկային շփումների տեսանկյունից է։ Իրանք կրոն չունեն, կրոնը իրանց մոտ հիմնականում փողն է։ Այո, իրենք աղանդավորներ են, չէ՞, Հայաստանում աղանդավորական շարժումների 99%-ը փողով սոցիալական այդպիսի շրջանակներին հավատարմություն տվող մարդիկ են։ Փողոցը որ կանաչ գիրք են ծախում եւ այլն, բոլորը, չէ՞, կյանքի խոսք ուրիշ բան է։ Փակ կաստ է, որտեղ կա բիզնես մտածողություն, որտեղ կա գործընկերային հարաբերություններ եւ ընդհանրապես հոգեվոր արժեքի հետ ոչ մի կապ չունի։ Այս տեխնիկան կիրառվում է բազմիցս Փաշինյանի կողմից, ասում է եկեղեցում մենք չենք կարող հերքել, որ ճգնաժամ է, պետք է այս ճգնաժամը վերացնենք։ Ինքը ստեղծում է ճգնաժամը, հետո ասում է պետք է վերացնենք։ Այդ մեր դարաշրջանի աբսուրդներից մեկն է, պարադոքսներից մեկն է, մարդը ով ստեղծում է խնդիրը, ասում է կա խնդիր, որը պետք է լուծել, ճգնաժամը ինքը ստեղծել է, արդյունքում գիտեք ոնց որ օնկոլոգիական հիվանդ մարդուն, որ այդ պետք է շատ զգույշ լինես, դու սկսում ես շոկային թերապիա իրականացնել։ Ու անունը դնում ես, որ փորձում ենք օրինակ բուժել, չէ՞։ Ճգնաժամը ենթադրում է լրջագույն ինստիտուցիոնալ խնդիրներ։ Ամենևին մեր երկրում, մեր եկեղեցում այդպիսի խնդիրներ չկան, ամենևին։ Դա քննարկելու բան չկա ընդհանրապես, հա։ Հաջորդ հարցը կարելի է ստեղծել այդ խնդիրները, հետո փորձել լուծել, դրանից հետո եկեղեցի տակը չի մնում։ Կամ մնում է ինչ-որ կիսակաղ, այսպես կիսաձայն կախյալ մի համակարգ, ինստիտուտ, դառնում է գրպանային եկեղեցի, գրպանային կաթողիկոսը, գործող վարչապետին հենց այդ էլ պետք է։ Նայեք, բոլոր process-ները, բոլոր համակարգերը, որի մեջ ինքը մտավ ինչ-որ բաներ փորձեց, հենց այդպես է ստացվում։ Ինքը անգամ կառավարության հավաքարարներին անհատապես է նշանակում ինքը։ Շտարունակ բան եմ ասում, չէ՞, որտեղ վախի էլեմենտ էլ ունի, չէ՞։ Ամիսը մի քանի անգամ անվտանգության աշխատողներ է փոխում։ Հետո ինչի՞ է, ինչից է դա վախենում, չէ՞։ Ինչ մեկ դուխով գլխարկներով էին գալիս իշխանության, բա ուր կորավ այդ դուխը։ Պրոպագանդան, մանիպուլյացիան մենք նաև սոցիալական հարթակում ենք տեսնում, Ադրբեջանից տեղափոխվեց Ցուրենը, երրորդ թե չորրորդ կարգի դա էլ արդեն հարց էր, հիմա էլ նավթա մթերք է Ադրբեջանից տեղափոխվում Հայաստան։ Սա ինչի համար է արվում, որ ցույց տալու համար այնքան լավ է ամեն ինչ հարաբերություններ Ադրբեջանի հետ, որ դարաշրջանի իմիտացիան տնտեսական շփումներով է։ Այսինքն խնդիրը այն չի, որ այստեղից է գնում, խնդիրը այն է, որ այնտեղից գա։ Եվ դա փորձ արվում հասարակության վրա վաճառել։ Ավելին, բայց դա այստեղ հակասականության մեծ էլեմենտ էլ կա։ Հայաստանի գործող վարչապետը երեք հայտարարում է, որ մենք խնդրել եւ դիմել ենք Ռուսաստանի Դաշնությանը, որպեսզի նա վերանորոգի երկաթուղային հանգույցների մի շրջանակներ, որը գնում է Նախիջևան, հետագայում Ղազախ Իջևան այդ հատվածում, հա, կա։ Դրա հետ կապված է խոսում։ Մեղրիի մասին չասես, կարծես թե խոսքով։ Ինքը փորձում է մի շարք հնարավոր տարբեր սցենարներով ինչ-որ process-ներ գեներացնել, մտնել, որպեսզի եթե մեկը չստացվի, մյուսը անի։ Հիմա խաղաղության օրակարգը փորձում է հասարակության վրա այդպես վաճառել, չէ՞։ Ու կարևոր չէ, ցորենի որակի հարցը չի։ Խնդիրը այն է, որ թեման ինքը հասարակության վրա վաճառում է, իսկ կենցաղային հայը այս բոլոր արհավիրքներից, լարվածություններից հետո ասում է, լավ, մի հատ լուսավոր կետ կա, ոնց որ այդ խաղաղությունը կա։ Այսպես կոչված պայմանագիրն է ստորագրված չի, չէ՞։ Նախաստորագրված է։ Այնտեղ չկա երաշխավորի ինստիտուտ։ Այսինքն կողմերը ինչ ուզեն կանեն, չկա մեկը, որ կարողանա բաժի կամ կմիշնորտի կամ սանկցիա կիրառի։ Թրամփը ընդհանրապես ցույց է տվել, որ ես ներկա, ես այդ սեղանը կազմակերպեցի, իրանց բերեցի, նստացեցի, բայց ես երաշխավոր չեմ, ես հանձնառություն չեմ, եթե հայկական կողմը ինչ-որ բան չարես կամ ադրբեջանական կողմը, ավելին ասեմ, խաղաղության պայմանագրի մեջ կետեր կան, ինքը բացի ֆորմալիզացիայից կետեր կան, որոնք խնդիրներ են ստեղծում այն մասով, որ եթե հայկական կողմը հետ կանի, Իլհամ Ալիևը լեգիտիմ, լեգալ իրավունք հաստատելու ռազմական գործողություններ իրականացնել։ Իհարկե հիմա իմաստ չունի ռազմական գործողություն, որովհետև այն ինչ որ ուզում է տրվում է եւ ինքը որևէ ձև խնդիր չի տեսնում, ավելին ինքը կարա Հայաստան ուղակի գնի, բենզինով գնի, բրնձով գնի, հացով գնի, այսինքն մատակարարումներով, կոմունիկացիաներով, մենք էլ դառնանք բանանային պետություն։ Ընդհանրապես պետություն բառը մեր պարագայում մի քիչ խնդրահարույց է կիրառել, որովհետև պետություն ունի պրիզնեկներ, այսինքն ցուցիչներ, ինքնիշխանություն, սահմանային անվտանգություն, քաղաքացիների անվտանգությամբ մտահոգ պետական միավորներ, այսպես անկախ արտաքին քաղաքականություն Հայաստանը այսօր արտաքին վերահսկողության եւ արտաքին կառավարման տակ է գտնվում։ Բարիզ բնորոշ կախյալ վիճակում է։ Հայաստանը կախյալ չի, ինքը
գտնվում է այդ վիճակում կախյալի պարագայում դեռ ունես ինչ որ մի 1/3 պայմանական, չէ։ Հիմա մենք ես կասեի, չգիտեմ, 3/4-ով գտնում ենք արտաքին վերահսկողության ներքո։ Ընդ որում մի բևեռից չեն գտնվում, մի շարք բևեռներից են գտնվում։ Դրանք կարող են լինել շահերի ընդհանրական ինչ որ մի շրջանակի ուղղվածության, բայց միշտ չի այդպես։ Վաղը չեմ իսրո գործող վարչապետը կարա դիամետրալ իր դիրքորոշումը փոխի, ասի, չէ, գիտեք, փաստորեն արևմուտքը երաշխավոր չկանգնեց, այս ամեն ինչի մասով, էլի կմեղադրի արևմուտքին, չէ, հիշում եք սիրումը բոլորին մեղադրել։ Ճիշտը ՀԱՊԿ-ն է, առավել եւս որ ՀԱՊԿ-ում լիքը բան է բարեփոխվել, բայց ՀԱՊԿ-ում ոչինչ չի բարեփոխվել։ Նույնն է։ Հասկանում, խնդիրը հետեւյալն է, աթոռը, այն աթոռը, ինչի վրա ինքը նստած է։ Իր կարգավիճակի փոփոխությունը ամենածանր իր համար հեռանկար խոստացող վիճակն է։ Դրա համար ինքը ամեն ինչ անել է, որպեսզի 26 ընտրություններին վերարտադրի, որտեղ նաև ֆիզիկական վախ էլեմենտ էլ կա, չէ։ Ինքը հասկանում է, չէ, ինչ արի այդ 5000 հոգու հետ, ոնց է մարդկանց հայրենազրկել, Հայաստանի ինչի տակ է մցրել, գլոբալ արճակատման հարթակ է սարքել Հայաստանը։ Իսկ այդպեսի երբեք չի եղել Հայաստանը, իհարկե։ Ինչ հարավից Իրանը ասում է իմ համար ընդունելի չի։ Իրանը 85 միլիոնից պետություն է։ Միջուկային լրջագույն հավակնություններով, տեխնոլոգիական լրջագույն լուծումներով, սանկցիայի տակ գտնվող երկիր է, ում դրոնները ում դրոններից կրկնօրինակում են Միացյալ Նահանգները, այսինքն սանկցիայի տակ պետությունը տեխնոլոգիական այնպեսի զարգացում է կարողացել ապահովել, որ Միացյալ Նահանգները վերցնում են այդ մոդելները, այդ մոդելով իրենց համար են պատրաստում։ Ու այդ Իրանն է։ Իրանը ասում է մեր համար ընդունելի չէ Զանգեզուրի միջանցքից։ Հայաստանի գործող վարչապետը բոլոր թատերական այսպես գործիքակազմով սկսում է մեկին խաբել, մեկին համոզել, մեկին չգիտեմ վաճառել եւ այլն, ուր է փախնելու։ Մի օր ինչ որ շրջանակներ որ դեմ են այս process-ին, ասել են մի հատ հանգստացիրել է ու կոնկրետ հատ բացատրում ես ինչա ոնց է։ Ով է երաշխավոր կանգնելու։ Դրա համար ինքը ամեն բանի գնում է, որովհետեւ կարողանա այդումներ ֆիզիկական անվտանգություն ապահովել։ Նշեցիք, որ եկեղեցու դեմ այս արշավը կամ առաջի քայլն էր Մայրաթոռի Բաքում տեղի ունեցածը, շարունակությունը ձեր կարծիքով ինչ ուղղությամբ է գնալու, ինչի է հասնելու վերջը։ Այստեղ չկա հստակ պլան, ես կարծում եմ իրանք հստակ պլան չունեն, որ կավորակարգ որ ամեն գնով պետք է ազատվեն, դա հստակ է, բայց նայեք, ինքը ընդհանուր օպերատիվ կառավարման տակ է։ Ես չէի բացառում, որ ինքը ուշ ժամի հայտնվելու էր Էջմիածնում, եթե տեսնել որ իր իրավիճակը այլ է, եթե տեսնել որ իր աջակիցները շատ է, եթե տեսնել որ իր ճնշող շրջանակը ինչ որ փոքր հաջողությունների է հասնում։ Ինչ տեղի ունեցավ այդ շրջիկ կրկեսի հիմնական ներկայացուցիչները, ովքեր դարձել են միջոց բոլոր հնարավոր այսպես process-ների մասով, դեք նայեք, շատ խելացի է աշխատում։ Այդ մարդիկ եկան իր մոտ, պայմանավորվեցի, որ մենք կգնանք, մենք մարդկանց օգտագործում։ Էլիկը չի մտնում process-ի մեջ։ Ես չեմ ուղղորդում, ես բայց ողջունում եմ։ Ժպիտը առաջացնում է ձևակերպումներ, էլի։ Չեմ ուզում ցենզուրայից դուրս համեմատություններ անել, հա, այդ ուղղորդումների եւ այլնի հետ կապված, բայց այդ նախկին հոգեվորականները, ովքեր դեռևս կարգալույծ արված չեն, իրենք հասկացել են, որ իրենք են թեման վերցնելու իրենց վրա, իսկ իրենց օգտագործում են բառից բուն իմաստով։ Երևի իրենց կյանքի ամենասխալ որոշումն է եղել, բայց արդեն ուշ է։ Իհարկե արդեն ուշ է։ Իսկ թե ինչ կանի, բավական դժվար է ասել, բայց փորձելու են ամեն ձև, ամեն գործիքակազմ օգտագործել, քրեական գործքարություն, փորձել ինչ-որ տեսանյութեր այստեղից այնտեղից ճարել, ֆեյքային հարձակումներ, բոլոր հնարավոր գործիքներով փորձելու են եկեղեցուն հարվածել, անգամ այսպես ինչ ասեմ, ընդհանուր մինչև զանգվածային, նաև ֆիզիկական բռնություն եւ հարձակում վեհարանին վրա, ֆիզիկական հարձակում հենց ի նկատի ունեմ, որովհետեւ իր համար էս կարմիր գիծը, բայց ինքը նաև հասկանում է, որ սա էլեկտորալ առումով իր համար խնդիր է ստեղծում։ Իսկ դրա տակից ինքը հետագայում պետքա դուրս գա, ոնց պետք է դուրս գա Եվրամիության միջոցով, որտեղ ինքը հասկանում է, ինքը ամեն օր քվեա կորցնում։ Եկեղեցուն հարվածումը ամեն օր քվեա կորցնում։ Անկամ այն մարդիկ, ովքեր իրեն ընդունում են կամ լուր են, որ ասում են մեր գործերը լավա ձեն չանենք, ասում են, չհասկացանք, ինչ եկեղեցու թեմա, քեզ պետք էր մտնեիր սրա տակ։ Ու այդ խնդիրը ինքը ռեյտինգա կորցնում կատաստրոֆիկ։ Ինքը հասկանում, բայց տարբերակ չունի։ Բայց մենք երեկվա դեպքից կարող ենք ասել, որ մարդիկ պատրաստական են գնալ կանգնել եկեղեցու մոտ։ Քառապատիկ ավել, քան այդտեղ մարդ կար, պատրաստ են։ Վստահ եղեք այդ մասում, այդ մասով առավել եւս եթե վեհապարը կոչով դիմի, եթե կոչով դիմի։ Ես չեմ բացառում, որ այդ օրը կգա ու միգուցե Էջմիածնից նաեւ Հայաստանի ազատագրումը սկսվի։ Շնորհակալություն։ Եթերում ուղի խոսքներ հետագա հաղորդումներին հետևելու համար կարող եք բաժանորդագրվել Նամեդիայի YouTube-յան ալիքին։ Հաջողություն։